հնարավորություն ունի Փաշինյանը օրինակ ասել ոչ Տիգրանաշենում ոչ մի ադրբեջանցի չի ապրի, ոչ Արցախի դիմաց, ոչ Թուրքիայի սահմանը բացելու դիմաց, որևէ բանի դիմաց մեր ճանապարհի վրա ադրբեջանցիներ չեն լինի։ Կարող է այդպիսի բան ասել։ Ասելը մի բան է, անելը ուրիշ բան է, այստեղ պետք է հավելի խորը տեսնենք, թե առասարակ ինչ է այսօրվա ճակերտավոր իշխանությունը կոլաբորացիոն ինչ է տեսնում եւ դրան այսպես որպես այլընտրանք ինչ կարող է առաջանալ հասարակական տարբեր ուժերի։ Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք, իսկ բազմիցս եմ սրա մասին արտահայտվել, հերթական անգամ կրկնում եմ, մոտակա ամենամոտ պատմական համեմատությունը, որ կարող ենք անել, դա Ֆրանսիայում պատերազմի պարտությունից հետո Վիշիի կառավարության օրոք ինչ էր տեղի ունենում, ընտրությունները ինչ է տեղի ունենում եւ ֆրանսիացի ժողովուրդը իբրև թե ընտրում էր հենց Պետենին, ոչ թե ասենք Դեգոլին, որ Դեգոլին առանձնարկ չէին էլ ճանաչում, ով է Դեգոլը, ինչ որ մեկը պատահաբար Լոնդոնից խոսում է։ Այդպես էր։ Դեգոլը չուներ լեգիտիմություն Ֆրանսիայում։ Այսինքն Ֆրանսիայի ժողովուրդը կողմ էր ֆաշիզմին։ Գերմանական օկուպացիա պարտվելուց հետո, այդ աղետից հետո չէր կարողանում ուշքի գար եւ ընտրության ժամանակ ձայնը տալիս էր Վիշիին։ Այսինքն Պետենին էր տալի։ Այսինքն ինչ մենք այդպիսի պատմական իմպերիայի մասն ենք խոսում։ Ինքը իմպերիա էր, Ֆրանսիան ժամանակ Աֆրիկայի կեսը տիրապետում էր։ Այդ երկիրը անգամ չէր կարողանում ուշքի գալ ձևակերպել իր նոր մոտեցումը, չէ՞։ Հիմա մենք շատ ավելի փոքր երկիր լինելով պարտվել ենք եւ այդ պարտությունից հետո առաջացել է մեր մոտ կոլաբորացիոնը, այսինքն բառը իմիջիալոց չի արտահայտում հայերենում մարդիկ երբեմն չեն հասկանում ինչի մասն է խոսքը, էլի։ Խոսքը թշնամու հետ համագործակցող իշխանության մասին է։ Սա հայերեն բացատրությունն է կոլաբորացիոնի։ Թշնամու հետ համագործակցող։ Հիմա թշնամին ինչ որ թելադրում է իր օրակարգը, մենք ունենք մի իշխանություն, որը ընդունում է։ Եվ պատմության մեջ, գիտեք, նաև առասպելների մեջ, ասենք ցրան վերգոյից սկսած այդպիսի իշխանություններ ունեցել ենք մենք։ Դա առաջինը չի, վերջինը էլ չի երևի։ Բայց այսպիսին դասական օրինակ է, էլի, պատմական։